Փոքրիկներս, այս ինչքան եք մեծացել։ Մարիամ, ինչ ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։ Վաղուց քեզանից լուր չունեի։ Որտեղ էիր այսքան ժամանակ։ Ինձ ասել էին, որ դու հիվանդ ես։ Ինչ էր պատահել։ Դու շատ լավ տեսք ունես։ Ռեբեկա, ես այնքան էի կարոտել ձեզ, այնքան բան ունեմ ձեզ պատմելու։ Ինչի մասին, մեզ էլ պատմիր, մենք էլ ենք ուզում լսել։ Պատմիր, Մարիամ, մեզ էլ կպատմես։ Օ, թանկագիններս, ապա նայեք երկնքին, թե ինչ հրաշալի է Աստված ստեղծել ամեն բան։ Նայեք, թե ինչ գեղեցկություն է պարգևում մեզ ամեն օր եւ այդ կերպ ցույց տալիս իր սերը մեր հանդեպ։ Մեր հանդեպ։ Դու կարծում ես այս ամենը ստեղծողը մտածում է մեր մասին։ Միգուցե Աստված ուշադրություն է դարձնում բարի մարդկանց, բայց ես հեռու եմ բարի, առավել ևս անմեղ լինելուց։ Նա մեզ ուշադրություն չի էլ դարձնում։ Արի ներս գնանք։ Ռեբեկա, եթե դու այնտեղ լինեիր եւ տեսնեիր, թե ինչ արեց Հիսուսը ինձ համար, հիմա այսպես հուսահատ չէիր խոսի նրա մասին։ Հիսուսը? Ո՞վ է Հիսուսը։ Իսկ ինչ է արել Հիսուսը։ Այո, պատմիր, որտեղ էիր այսքան ժամանակ։ Այո, սիրելիներս, ես հենց դրա համար էլ եկել եմ այստեղ, որ պատմեմ, թե որտեղ էի այսքան ժամանակ եւ ինչ արեց Հիսուսը ինձ համար։ Ես կպատմեմ, թե ինչ ճանապարհորդություն եմ ունեցել, հանդիպելով Հիսուսին։ Եթե ուզում եք իմանալ, թե ով է Հիսուսը, շատ ավելի սկզբից պետք է սկսեմ այս պատմությունը։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ այն ամենը, ինչ նրա մեջ էր։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով ու նմանությամբ։ Աստված ստեղծելով մարդուն, նրան անուն տվեց՝ Ադամ։ Եվ տեսավ մարդը մենակ է։ Նրա համար մի օգնական ստեղծեց։ Ադամի վրա խորքուն բերելով նրա կողի ոսկորից մի կին ստեղծեց։ Անունը Եվա։ Աստված նրանց արու եւ էգ ստեղծեց։ Եվ օրհնեց նրանց ու ասաց. Աճեք եւ շատացեք։ Ադամն ու Եվան ապրում էին Աստծո ներկայության մեջ հրաշալի այգում, որը կոչվում էր Եդեն։ Այդ այգում Աստված շփվում էր մարդու հետ։ Այնտեղ չկար ոչ տառապանք, ոչ ցավ, ոչ խավար եւ ոչ էլ մահ։ Աստված մարդուն ասել էր, որ այգու բոլոր ծառերից կարող են ուտել, բացի բարու եւ չարի գիտության ծառից, որը ուտեին այդ ծառից կմահանային։ Բայց մի օր Սատանան օծի կերպարանքով հայտնվեց կնոջը եւ փորձեց նրան։ Կինը կերավ արգելված պտղից եւ իր ամուսնուն էլ տվեց որ ուտի։ Երբ նրանք իրենց անհնազանդության պատասխանատվությունը գցեցին միմյանց վրա, չընդունելով սեփական մեղավորությունը, քանդվեց պարտեզի ներդաշնակությունը, Աստծո եւ մարդու միջև հարաբերությունները։ Նրանց աչքերը բացվեցին եւ նրանք տեսան իրենց մերկությունը։ Չհնազանդվելու պատճառով երկրի վրա անեծք եկավ։ Աստված վտարեց մարդուն պարտեզից, ասելով. Անիծված կլինի երկիրը քո պատճառով, քրտինքով հացդ կվաստակես։ Իսկ կնոջն ասաց. ցավով կծննդաբերես։ Բայց Աստված նաև օծին ասել էր. թշնամություն եմ դնում քո եւ կնոջ սերնդի միջև։ Նա կջախջախի քո գլուխը, իսկ դու նրա գարշապարը կխայթես։ Այսպիսով Ադամն ու Եվան հեռացան այգուց եւ Աստծուց։ Նազարեթ քաղաքում ապրում էր մի աղջիկ, անունը Մարիամ։ Նա մանկուց նշանված էր աստվածաբախ մի տղայի հետ, որի անունը Հովսեփ էր։ Նրանք դեռ չէին ամուսնացել։ Բայց մի օր հրեշտակը հայտնվեց Մարիամին եւ ասաց. Մարիամ, մի վախեցիր։ Աստված բարեգութ է քո հանդեպ եւ օրհնել է քեզ։ Դու կհղիանաս եւ մի մանուկ կծնես, որի անունը Հիսուս կդնես։ Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ կզորացնի քեզ։ Եվ քեզնից ծնվողն էլ Աստծո որդի կկոչվի։ Նա կփրկի մարդկությանն իրենց մեղքերից։ Մարիամը շփոթված էր, քանի որ դեռ ամուսնացած չէր Հովսեփի հետ, եւ մտածում էր ինչպես պետք է երեխա ունենա։ Հետագայում հրեշտակն այդ լուրը հայտնեց նաեւ Հովսեփին։ Եվ ահա,
Հիսուսը ծնվեց։ Նա ծնվեց Բեթլեհեմ քաղաքում, մի փոքրիկ մսուրում։ Ինչպես հրեշտակն ասաց, որ Հիսուսն Աստծո որդի է լինելու, չէ՞ որ նա Մարիամից ու Հովսեփից էր ծնվելու։ Այո, Հիսուսը ծնվեց ինչպես ես եւ դու, բայց նրա ծնունդը հրաշք էր։ Նա սովորական մարդ չէր, քանի որ նրա հայրը Հովսեփը չէր, այլ Աստված։ Այսպիսով Հիսուսը մեծացավ եւ սկսեց սովորեցնել մարդկանց ժողովարաններում։ Ամենուրեք մարդիկ լսում ու տեսնում էին նրա գթության, հրաշքների վկայությունները եւ գնում էին նրա ետևից։ Այդ հրաշքներից մեկը ես եմ։ Տարիներ շարունակ դևերից բռնված, հիվանդ, կեղտոտ ու լքված թափառում էի անապատներով։ Չկար մեկը, որ կարող էր ինձ օգնել։ Բոլորը երես էին դարձրել ինձնից։ Մարդիկ չարախոսում եւ ծաղրում էին ինձ։ Ես անհույս կործանված մեկն էի։ Թափառելով անապատներում ես չէի հասկանում, որտեղ եմ եւ ինչքան ժամանակ եմ անիմաստ անցկացրել։ Եվ ահա մի օր ես կանգնեցի նրա առջև։ Մեր հայացքները հանդիպեցին։ Նրա հայացքի մեջ այնքան սեր կար։ Նա իմ անունը տվեց եւ ինձ անվանեց իր դուստրը։ Հրամայեց եւ 7 տարվա տանջանքները մեկ ակնթարթում վերացան։ Ես ազատվեցի դևերի կապանքներից։ Դա հրաշք էր։ Այդ օրվանից իմ կյանքը նվիրեցի Հիսուսին, հետևելով նրան եւ ապրելով նրա օրենքներով։ Մեղավոր էի, երեսից ընկած, չարացած էի, լքված անարգված, հույսը մարել էր, լույսը խավարել էր, միայնակ է ես և մոլորված։ Միայնակ է ես և մոլորված։ Տարիներս զրկանքի և ամոթի մաքրեցիր դու, պատիվս վերականգնեցիր, դու բժշկեցիր ինձ, չարից ազատեցիր ինձ, տվեցիր ինձ կյանք հավիտյան, կույրին տվեցիր լույս, անհույսին տվեցիր հույս, երջանիկ էին քո կողքին Հիսուս, Հիսուս, հրաշքներ գործող դու իմ Աստված, Հիսուս, Հիսուս, քո շնորհքով եմ ես փրկված։ Տարիներով զրկանքների եւ ամոթի մեջ եմ ապրել, բայց Հիսուսը վերադարձրեց իմ ուրախությունը։ Նրա ողորմության շնորհիվ ես մաքրված եմ չարի ճիրաններից։ Այդ օրվանից հասկացա, որ պետք է հետևեմ նրան, քայլեմ նրա հետ եւ նրա աշակերտների հետ։ Հիսուսի հետ գնում էինք քաղաքից քաղաք։ Նա սովորեցնում էր մարդկանց եւ բժշկում հիվանդներին։ Ազատում էր կապյալներին, տեսողություն տալիս կույրերին, կերակրում սովածներին եւ շատ հրաշքներ գործում, հույսով լցնում անհույսին եւ հարություն տալիս մահացածներին։ Մարդիկ նրա կողքին երջանիկ էին։ Նա քարոզում էր Աստծո արքայության եւ հավիտենական կյանքի մասին, եւ հետս հետե շատանում էին մեզ միացողները։ Իմ մեջ տպավորվել էր մի կնոջ պատմություն, թե ինչպես Հիսուսը վարվեց նրա հետ։
Մի օր Հիսուսին մոտ բերեցին մի կնոջ, որին բռնել էին շինության մեղքի մեջ։ Բոլորը պատրաստ էին քարկոծելով սպանելու այդ կնոջը։ Քահանաները Հիսուսին փորձելու համար ասացին. Մովսեսի օրենքում գրված է, որ նրա նմաններին պետք է քարկոծել, իսկ դու ինչ կասես։ Հիսուսը վեր նայելով նրանց, ասաց. Ձեզնից ով անմեղ է, թող առաջինը քար գցի նրա վրա։ Այս լսելով մարդիկ, որ պատրաստ կանգնած էին քարերը ձեռքներին, հանկարծ մեկը մյուսի հետևից գցեցին քարերը եւ հեռացան։ Իսկ Հիսուսը կնոջը հարցրեց. Որտեղ են այն մարդիկ, որոնք պատրաստ էին քեզ քարկոծելու։ Կինը նայելով շուրջը ոչ մեկին չտեսավ։ Հիսուսն ասաց. Գնա, ես քեզ չեմ դատապարտում։ Գնա եւ այլևս մեղք մի գործիր։ Ինչ բարի է Հիսուսը։ Այո, ոմանց բախտը իրապես բերել է հանդիպելով Հիսուսին։ Իսկ ինչ եղավ հետո այդ կնոջ հետ։ Այդ օրվանից նա միացավ մեզ եւ քայլում էր Հիսուսի հետևից, մաքրված ու ներված իր մեղքերից։ Աստված վերականգնեց նրա պատիվը։ Սակայն քահանաները չէին հանգստանում եւ նոր ծուղակ էին պատրաստում Հիսուսի համար։ Նրանց դուր չէր գալիս այն, ինչ անում էր Հիսուսը, քանի որ նրա հետևորդներն օրեցօր ավելանում էին։ Մարդիկ բժշկվում էին, ազատագրվում եւ Հիսուսին հռչակում Մեսիա եւ հրեաների թագավոր։ Հիսուսի աշակերտներից մեկը Հուդա անունով 30 արծաթի դիմաց մատնեց Հիսուսին եւ նրան բռնեցին։ Այդ գիշեր Հիսուսը շատ մտահոգ էր եւ իր աշակերտների հետ գնացել էր Գեթսեմանի պարտեզ աղոթելու։ Սակայն աշակերտները քնով էին անցել։ Հիսուսի աշակերտը դավաճանեց նրան։ Այո, նա մեզանից մեկն էր։ Հիսուսը վստահում էր նրան։ Նա մեր ընկերն էր։ Զինվորները Հիսուսին բռնեցին։ Նրան մեղադրում էին այն բանի համար, որ ինքն իրեն Աստծո որդի էր համարում։ Հիսուսը չուներ ոչ մի հանցանք, որի պատճառով կարող էին մեղադրել նրան։ Նա միշտ բարություն էր անում մարդկանց, սակայն նրան ծեծում էին վերջին հանցագործի նման եւ մեղադրում իրեն Աստծո որդի հռչակելու եւ Աստծուն հայհոյելու համար։ Նույնիսկ Պիղատոսը, որ ոչ մի հանցանք չգտնելով, ցանկանում էր ազատ արձակել Հիսուսին, սակայն ժողովուրդը պահանջում էր, որ խաչեն նրան։ Այն ժողովուրդը, որ մի ժամանակ գոչում էր Օվսաննա, Օվսաննա, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Այն ժողովուրդը, որ բազում հրաշքներ էր տեսել եւ գիտեր նրա անցածուղին։ Նույնիսկ Պետրոսը, Հիսուսի աշակերտներից մեկը, վախեցավ եւ փախավ, ուրանալով, որ չի ճանաչում Հիսուսին։ Խաչել? Ինչի համար։ Այդ առավոտ ժողովուրդը երկու մասի էր բաժանվել։ Մի մասը գոչում էր խաչել նրան, մյուս մասը լացում եւ խնդրում էր, որ ազատեն նրան, քանի որ նա ոչ մի հանցանք չէր գործել։ Զինվորներն այնքան էին ծեծել Հիսուսին, որ նա անճանաչելի էր դարձել։ Մարմնից արյան գետեր էին հոսում։ Նրա մարմնի վրա չվնասված տեղ չկար։ Հիշե պսակի պատճառով գլխից նույնպես արյուն էր հոսում։ Նրան գամեցին խաչափայտին։ Մարդիկ դա տեսնելով ուրախանում էին, սակայն խաչին գամված Հիսուսը, որի սերը մարդկանց հանդեպ այնքան մեծ էր, Հայր Աստծուց խնդրում էր ներել նրանց մեղքերը։ Նա հոգին ավանդեց եւ մահացավ մարդկանց համար ներում խնդրելով։ Նա սուրբ արյան ամեն կաթիլը խոսում էր նրա մեծ սիրո մասին։ Գիտեմ խաչին պահում էր նրա մեծ սերը, ոչ թե գամերը, ոչ թե գամերը, նրա սիրով բացվում են փակ դռները,
բարձրացած սրտերը նա սերը ապրեցնում է և չի կործանում նրա սիրո մասին հավերժ երգել եմ ուզում մեծ սեր որ գամվեց խաչի վրա այդ սիրո շնորհիվ փրկված ենք մենք հիմա Սուրբ Արյան ամեն տաթիլը գոչում էր սեր մեծ սեր որ գամվեց խաչի վրա մեծ սեր որ գամվեց խաչի վրա այդ սիրո շնորհիվ փրկված ենք մենք հիմա Սուրբ Արյան ամեն տաթիլը գոչում էր սեր մեծ սեր որ գամվեց խաչի վրա Մահացավ, ինչ տխուր պատմություն էր։ Բայց նա այնքան լավն էր, նա բժշկել է քեզ, մարդկանց, ինչ վատ բաներ նա արել։ Փոքրիկս, մենք էլ քեզ նման կանգնած լաց էինք լինում և չէինք հասկանում, թե ինչի համար սպանեցին նրան։ Եվ ինչ։ Իսկ հետո սա էր ամենը։ Նա մահացավ և վերջ։ Այո, սիրելիս, շատ տխուր պատմություն է, բայց լսեք շարունակությունը։ Այո, պատմությունը տխուր է, սակայն փառավոր վերջաբանով։ Այդ ինչպես։ Հիսուսը մահացավ կեսօրին և երկինքը խավարեց 3 ժամով։ Կարծես գիշեր լիներ։ Ուժգին քամի բարձրացավ և ոչինչ չէր երևում։ Միայն լսվում էին լացի և ողբի գոչյուններ։ Ամեն բան ավարտվեց։ Ես կանգնած այնտեղ ինձ հարցնում էի, թե հիմա ուր պետք է գնամ, ինչ է լինելու հետո, ինչ էին սպասվում ու մյուսներին։ Նրանց, ովքեր այդքան վստահում էին նրան և գնում նրա ետևից։ Մենք գտել էինք մեկին, որը տվել էր մեզ ուրախություն և հույս, ազատել գերությունից և հավատացրել, որ ամեն ժամանակ մեզ հետ է լինելու։ Ես նորից մենակ էի, այո, ազատված իմ տանջանքներից, սակայն անհույս, առանց ապագայի։ Ինչ կատարվեց, ես չգիտեի ինչ է սպասվում մեզ։ Այնտեղ մի մարդ կար, որ չէր մասնակցել Հիսուսի խաչելությանը։ Քանի որ մոտենում էր ուրբաթը, նա խնդրեց, որ Հիսուսի մարմինը իջեցնեն խաչից և գերեզման դնեն։ Այդպես էլ արեցին։ Հիսուսի մահացած մարմինը դրեցին գերեզմանի մեջ և մեծ քարով փակեցին։ Վերջ, նա թաղվեց։ Թաղվեցին նաև մեր երազանքները։ Դու ասում էիր, որ Հիսուսը մահացածներին հարություն էր տալիս և որ նա Աստծո որդին էր։ Ինչու ինքն իրեն չազատեց խաչից։ Կամ ինչու Աստված այդ տանջանքների մեջ մենակ թողեց իր որդուն։ Ես չեմ կարողանում հասկանալ։ Ինչ պատահեց նրա զորությանը։ Այնտեղ կանգնած ինքս ինձ անընդհատ նույն հարցն էի տալիս։ Նրա մի խոսքով ծովը հնազանդվում էր, կույրը բժշկվում, այո, մահացածը հարություն էր առնում։ Ինչու, ախր ինչու նա իրեն չազատեց այդ տանջանքներից։ Չկար բացատրություն։ Երեք օր հետո, կիրակի օրը, մի քանի հոգով գնացինք մեր Տիրոջ գերեզմանը տեսնելու և նրա մարմինը օծելու։ Այդպես էր կարգը, սակայն… Սակայն ինչ, շարունակիր, Մարիամ։ Գերեզմանի քարը գլորված էր մի կողմ։ Ներս մտնելով մենք չգտանք Տիրոջ մարմինը։ Հիսուսի մարմինը այնտեղ չէր։ Դուրս վազեցինք և բոլորին հարցնում ենք. Արդյոք տեղյակ չեն, թե ուր են տարել Հիսուսի մարմինը։
Շփոթված վերադարձանք եւ այս լուրը մյուսներին էլ պատմեցինք։ Նրանք հուսահատ հավաքվել եւ աղոթում էին։ Պետրոսն անմիջապես վազեց գերեզման, ես էլ նրա ետևից։ Սակայն ոչ ոք չէր տեսել, թե ով է տարել Տիրոջ մարմինը։ Ես կանգնած էի գերեզմանի մոտ եւ լաց էի լինում։ Հանկարծ հրեշտակը հայտնվեց եւ հարցրեց, թե ինչու եմ լաց լինում։ Ես ասացի, որ փնտրում եմ իմ Տիրոջ մարմինը, որ թաղվել էր գերեզմանում։ Իսկ նա պատասխանեց. Ինչու եք ողջին մահացածների մեջ փնտրում։ Հիսուսն այստեղ չէ, նա հարություն է առել։ Իհարկե ես այդ ժամանակ լավ չէի հասկանում, թե ինչ էր տեղի ունեցել, սակայն դա կարևոր չէ, ես ուրախ վերադարձա եւ մյուսներին պատմեցի կատարվածը։ Տերը հարություն է առել, ինչպես որ խոստացել էր։ Հարություն էր արել։ Այդ ինչպես։ Չէ՞ որ նրան խաչել եւ սպանել էին։ Ինչպես նրա մարմինը ողջ մնաց։ Իսկ ինչու նա մահացավ, եթե պետք է հարություն առներ։ Ավելի հեշտ չէ լինի, որ առանց տանջանքների հրաշքով ազատեր իրեն եւ ցույց տար իր զորությունը։ Նա մահացավ ու հարություն առավ, որպեսի հաղթի մահին։ Այո, այդ ժամանակ մենք էլ չէինք հասկանում, թե ինչի համար, բայց պետք է կատարվեին գրվածքներն ու մարգարեությունները նրա մասին։ Եսայի մարգարեն ասել է, որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առջև եւ արմատի պես ծարավուտ երկրից։ Ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն։ Եվ մենք տեսանք նրան, եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված եւ մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք է երես ծածկել։ Անարգված էր, եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավին նա մեր ցավերը վերցրեց, եւ մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատվահարված էինք համարում, Աստծուց զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց, եւ մեր անօրենությունների համար հարվածվեց։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ, եւ Տերը նրա վրա դրեց մեր բոլորի մեղքերը։ Նա անիրավություն կրեց եւ չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մունջ մաքի իրեն խուզողների առջև, այնպես իր բերանը չբացեց։ Հարություն առած մարմնով Հիսուսը մի քանի անգամ հայտնվեց մեզ եւ իր աշակերտներին։ Նա մեզ սովորեցնում էր այն ամենը, ինչ եղավ եւ ինչ լինելու է հետո։ Ինչ է սովորեցնում, ինչ պետք է անել հետո։ Նրա զոհը եւ հարությունը ազատեցին մարդկությանը խավարի ձեռքից, վախից, տառապանքից ու մահից։ Այսպիսով կատարվեց Աբրահամին տրված Աստծո խոստումը, եւ ամբողջ մարդկությունը կստանա նրա հավիտենական օրհնությունը։ Հիսուսը հաղթեց սատանային իր մահով եւ հարությամբ։ Աստված ստեղծեց աշխարհը, որ մարդն այնտեղ ապրի ուրախությամբ եւ խաղաղությամբ, սակայն մեղքի պատճառով խախտվեց Աստծո եւ մարդու միջև կապը։ Եվ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն ուղարկեց, որպեսզի նա մահանա եւ իր մահով ու հարությամբ մարդկությանը պարգևի կյանք եւ ավելին։ Այսուհետև Հիսուսի զոհի շնորհիվ բոլորս ունենք հավիտենական կյանք։ Բոլորը։ Ես եմ, որ երբևէ չեմ հանդիպել Հիսուսին։ Այո, ով կհավատա եւ կընդունի նրան որպես Տեր ու Փրկիչ։ Հիսուսն ինձ անվանեց իր դուստրը, երբ դեռ մեղքի, գերության եւ զրկանքների մեջ էի։ 7 տարի դևերից բռնված թափառում էի անապատում։ Հիշում ես, որ պատմում էի մի շնացող կնոջ մասին, որ ներում ստացավ։ Ես հանդիպել եմ նաև մի կնոջ, ում Աստված բժշկեց 12 տարվա արյունահոսությունից։ Հիսուսին հավատալով ոչ ոք չպետք է ապրի ամոթի եւ վախի մեջ։ Չպետք է վախենալ, որ մենակ ես քո տառապանքի եւ հիվանդության մեջ։ Չպետք է մտածել, որ չկա մեկը, որ կկիսի քո հոգսը։
Չպետք է մտածել, որ Հիսուսը մեզ չի լսում եւ չի տեսնում։ Նա մահացավ եւ հարություն առավ քեզ համար։ Դու կարող ես նրա դուստրը դառնալ։ Այդ ինչպես։ Եթե ես երբևէ նրան չեմ տեսել, ինչպես կարող է նա ինձ լսել եւ տեսնել։ Ինչ է, նա տեսնում է մեր անկարգությունները։ Իսկ որտեղ է Հիսուսը հիմա։ Այո, սիրելիս, նա ամեն բան տեսնում եւ լսում է։ Ռեբեկա, դու նույնպես կարող ես քեզ նվիրել Հիսուսին եւ դարձի գալ, ազատ լինելով մեղքերից եւ ամեն տեսակի դատապարտություններից։ Եվ նա կընդունի ինձ, մեղավորից։ Ես տարիներ շարունակ մեղքի մեջ եմ ապրել։ 3 անգամ ամուսնացած եմ եղել։ Անարգված եմ եղել ամուսիններիս կողմից։ Նրանք բոլորն էլ հեռացել են եւ ինձ թողել մենակ։ Երեխաներիս պահելու համար ես պատրաստ էի անցնելու ամեն մեղքի միջով։ Եվ այսօր դու ասում ես, որ ես ունեմ ներվելու հնարավորություն։ Ռեբեկա, թանկագինս, այո, նրա խաչելիության եւ հարության շնորհիվ դու էլ կարող ես ինձպես լինել ներված, մաքրված եւ կոչվել Աստծո դուստր։ Ոչ մեկը արդար չէ, քանի որ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից զրկվեցին։ Այսօր է այդ օրը, որ Աստված լսի քեզ։ Նա վիրավորվեց մեր մեղքերի եւ անօրենությունների համար եւ մեր խաղաղության պատիժը իր վրա վերցրեց։ Նա ներում է մեր հանցանքները։ Ես եկել եմ պատմելու ձեզ Հիսուսի զոհի մասին, որ դուք նույնպես հավատքով ընդունեք նրան եւ ունենաք կյանք եւ ել ավելին։ Այո, ես ուզում եմ ընդունել Հիսուսին, սակայն չգիտեմ թե ինչպես։ Սիրելիներս, եկեք միասին աղոթենք եւ Հիսուսին ընդունենք որպես մեր Տեր ու Փրկիչ։ Համաձայն եք երեխաներ։ Այո, այո։ Ռեբեկա, երեխաներ, հավատքով ու ամբողջ սրտով կրկնեք ինձ հետ։ Տեր, ես քո կարիքը շատ ունեմ։ Տեր, ես քո կարիքը շատ ունեմ։ Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ։ Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Տեր, ներիր իմ բոլոր հանցանքները։ Տեր, ներիր իմ բոլոր հանցանքները։ Ես հավատում եմ, որ դու մահացար եւ հարություն առար ինձ համար։ Ես հավատում եմ, որ դու մահացար եւ հարություն առար ինձ համար։ Ես ընդունում եմ քեզ որպես իմ Տեր եւ իմ Փրկիչ։ Ես ընդունում եմ քեզ որպես իմ Տեր եւ իմ Փրկիչ։ Եկ իմ կյանք եւ փոխիր ինձ ամբողջովին։ Եկ իմ կյանք եւ փոխիր ինձ ամբողջովին։ Շնորհակալ եմ քո զոհի համար։ Շնորհակալ եմ քո զոհի համար։ Ամեն։ Ամեն։ Ես այնքան երջանիկ եմ, Մարիամ։ Շնորհակալություն, որ եկար։ Հիսուսն ասել է. Իմ գառները կճանաչեն իմ ձայնը, եւ ես կճանաչեմ նրանց։ Նրանք կգան իմ հետևից։ Նա գիտի քեզ եւ արդեն ընդունել ու սիրում է քեզ։ Վստահիր նրան, զրուցիր նրա հետ ամեն ժամանակ։ Նա կլսի եւ կպատասխանի քեզ։ Նա կօգնի քեզ։ Նա խոստացել է, որ ամեն ժամանակ մեզ հետ կլինի, մինչև աշխարհի վերջը։ Նրա հարությունով մենք վերստին ծնվեցինք եւ դարձանք նոր մարդ։ Մենք էլ մեր հերթին պետք է պատմենք մարդկանց Հիսուսի մասին եւ հիշենք, թե նա ինչ պատգամ թողեց մեզ համբարձվելուց առաջ։ Հիսուսն ասաց. Գնացեք, բոլոր ազգերին աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն։ Եվ ահա, ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Ամեն։